պետք է պաշտպանի մարդուն, ոչ թե ճնշի նրան։ Գրիգոր Զոհրաբ։ Գրիգոր Զոհրաբը այն մտավորականներից էր, ով հավատում էր, որ խոսքը կարող է կանխել բռնությունը, իսկ օրենքը պաշտպանել մարդուն։ Նրա ողբերգությունն այն էր, որ նա մինչև վերջ վստահեց մի համակարգի, որն ի վերջո ոչնչացրեց իրեն։ Զոհրաբի ստեղծագործությունները ցույց են տալիս ոչ թե հերոսական, այլ սովորական մարդու լուրջ ցավը։ Նա դարձավ իր սկզբունքների զոհը, բայց երբեք չդավաճանեց դրանք։ Հայոց հետքերով հաղորդաշարի հերթական հաղորդումը հայ նշանավոր գրող, իրավաբան և հասարակական քաղաքական գործիչ Օսմանյան կայսրության հայ մտավորականության կարևորագույն ներկայացուցիչներից մեկի Գրիգոր Զոհրաբի մասին է։ Զոհրաբն Օսմանյան խորհրդարանի երեսփոխան էր, այսինքն պատգամավոր էր, հռետոր, ուժեղ գրչի տեր և հազվագյուտ իրավաբան։ 1915 թվականի տեղահանության ժամանակ Զոհրաբը նշել է. «Ես սոցիալիստ եմ, հավատացյալ սոցիալիստ, ես ոչ հանցագործ եմ, ոչ էլ ահաբեկիչ»։ Գրիգոր Զոհրաբը Պոլսում շատ ավելի հայտնի էր որպես փաստաբան իրավաբան։ Նա Պոլսում ռուսական դեսպանատան իրավագետ խորհրդական էր ու թարգմանիչը։ Վաշտ տիրապետում էր ֆրանսերենին, որ այդ ժամանակվա միջազգային դիվանագիտության լեզուն էր, ինչը հնարավորություն էր տալիս Զոհրաբին, որ նա աղմկահարույց գործեր վերցնի օտարահպատակներից ու շահի դատը, բարձրացնելով իր վարկանիշը։ Շատ արագ նրա համբավը տարածվեց Օսմանյան Թուրքիայի սահմաններից դուրս։ Սա իհարկե դուր չէր գալիս թուրքական պետական պաշտոնյաներին, և 1906 թվականին Թուրքիայի արդարադատությունն արգելեց Զոհրաբի փաստաբանական գործունեությունը Օսմանյան Թուրքիայի տարածքում և արտաքսեց նրան երկրի սահմաններից։ Զոհրաբը ստիպված էր տեղափոխվել Եվրոպա և հաստատվել Փարիզում։ Սակայն 1908 թվականի թուրքական հեղափոխությունից հետո, երբ Թուրքիայում հաստատվեցին սահմանադրական կարգեր, նա ընտանիքով դարձյալ հաստատվեց Կոստանդնուպոլսում։ Վերադառնալով հայրենիք, նա դարձյալ արագ ինտեգրվեց հասարակական կյանքին և ընտրվեց թուրքական խորհրդարանի անդամ։ 1915 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլում ձերբակալվեցին մեծ թվով հայ մտավորականներ, ովքեր բռնեցին Աքսորի ճանապարհը։ Զոհրաբը բազմաթիվ ջանքեր գործադրեց դա կանխելու համար, սակայն նրա ջանքերն ապարդյուն անցան։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերությունների մեջ էր, այդ թվում Թալյատ Փաշային, ինչպես նաև խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ Փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին միայն դրական ու հուսադրող պատասխաններ։ 1915 թվականի հունիսի 2-ին հերթը հասավ նաև Զոհրաբին։ Այդ ժամանակ նա ակումբում խաղաթուղթ էր խաղում Թալյատ Փաշայի և Հալիլ Բեյի հետ։ Դա տևեց մինչև կեսգիշեր, ապա Զոհրաբը ոտքի կանգնեց տուն գնալու համար։ Թալյատ Փաշան նույնպես ոտքի կանգնեց և համբուրեց նրան։ Ավելի ուշ պարզվեց, որ դա մահվան համբույր էր, քանի որ դրանից առաջ Թալյատը ստորագրել էր Զոհրաբի և մեկ այլ հայ պատգամավոր Վարդգես Սերենգուլյանի ձերբակալման հրամանը։ Հենց այդ գիշեր էլ Զոհրաբը ձերբակալվեց իր տանը և բռնեց Աքսորի երկար ճանապարհը։ 1915 թվականի հուլիսի 19-ի առավոտյան Զոհրաբի ու Վարդգեսի մնացած հյուրանոցի առջև ձիակառքերով հայտնվեցին երկու ժանդարմներ։ Նրանք բռնեցին դեպի Դիարբեքիր տանող ճանապարհը, սակայն նրանց վրա հարձակվում են զինված անձինք և սպանում նրանց։ Հաջորդ օրն Ուրֆայի շուկայում վաճառվեց Զոհրաբի ոսկե ժամացույցն ու մատանին։ Թեև Զոհրաբը գազանաբար սպանվել էր, բժիշկ Թասին իր զեկույցում գրեց, որ նրա մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Հիշեցնենք, որ Զոհրաբը թուրքական խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 1908 թվականին։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրելով խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես սահմանադրության փաստաբանն եմ»։ Նա կարողացել էր կնոջը Կլարային ուղարկել վերջին նամակը, որ կներկայացնենք ստորև։ «Սիրելիս, հոգիս, միակս,
Նույնիսկ եթե սա ամենավերջին ու աննշան հույսն էր, այնուամենայնիվ հուսով էինք, որ դեռևս 10 օր էլ այստեղ կմնայինք ու միգուցե ազատվեինք Դիարբեքիր գնալուց։ Քեզանից ստացած հեռագրերից ու պարոն Խաչատուրի իր հորը գրած նամակներից հասկացանք, որ Դիարբեքիր գնալն անխուսափելի է։ Քիչ առաջ ոստիկանական բաժանմունքից լուր եկավ, որ շաբաթ առավոտյան ժամը 7-ին անհրաժեշտ է ճանապարհ ընկնել։ 4 ժամ գնացքով, հետո 7 ժամ էլ մեքենայով ճանապարհն անցնելով շաբաթ երեկոյան հասնելու ենք Ուրֆա։ Դրանից հետո էլ մեքենայով 4 օր մինչև Սիվերեկ 2 օր, Սիվերեքից Դիարբեքիր էլ 2 օր։ Եթե առանց դադարների ճանապարհ ընկնենք, Աստծո կամոք, 5 շաբթի կարող ենք հասնել Դիարբեքիր։ Հասնելուն պես հեռագրով լուր կտամ։ Այժմ իմ սիրելի կողակից մեզ համար սկսում է վերջին արարը։ Չեմ հավատում, որ Հալիլ բեյը մոռանալու է իր հավատարմության զգացումը եւ մեզ չի օգնելու։ Հույսս նրա վրա է, մեկ էլ իմ անմեղության վրա, սակայն այս ժամանակաշրջանում անմեղությունը 5 կոպեկի արժեք անգամ չունի։ Նախկին նամակներումս էլ եմ գրել, որ այս վտանգից ու փորձանքից չենք փրկվելու, սակայն դա հնարավոր է միմիայն վճռական եւ ուժեղ պաշտպանությամբ ու հեղինակությամբ։ Անհրաժեշտ է պահանջել, որ մեզ ազատեն անձեռնմխելիության սկզբունքով։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որ րոպե անգամ չկորցնենք։ Այս նամակս քեզ կհասնի, եթե հնարավոր լինի վստահելի մեկի միջոցով քեզ հասցնեմ այս երեքշաբթի չէ, մյուս երեքշաբթի։ Ինչպես գրել եմ իմ նախորդ նամակում, եթե Հալիլ բեյն ինձ ազատելու համար անկեղծ պատվի խոսք տա եւ ձեռնամուխ լինի անել այն, ինչ անհրաժեշտ է, ինձ հեռագիր ուղարկիր, գրելով. մեծ աղջիկս հիվանդ է։ Նույն ձևով անհրաժեշտ է, որ այնտեղ մնամ ոչ թե բանտում, այլ հյուրանոցում, իսկ եթե հնարավոր չէ, մասնավոր սենյակում։ Այս հարցի վերաբերյալ էլ անմիջապես միջոցներ ձեռնարկիր։ Այս առավելության պատճառը բնականաբար իմ հիվանդությունն է, ցավոք պաշտոնապես հաստատված հիվանդությունս։ Դիարբեքիրից եւ այլ վայրերից լավ լուրեր չեն գալիս։ Լուրեր ունենք, որ շատ խիստ պատիժներ են սահմանում։ Աստված գիտե, թե Դիարբեքիրում ինչեր են լինելու։ Սրանից հետո ինձանից գիր չես տանա, եթե ողջ մնամ, ամեն շաբաթ մեկ անգամ հեռագիր կուղարկեմ։ Քո ոգին չկոտրելու համար ոչինչ չեմ ասում վիճակիս մասին։ 2 անգամ է տեսնում եմ լուսնի մահիկը եւ քեզ ու երեխաներիս աչքիս առաջ ունենալով համբուրում։ 3-րդ մահիկն էլ է այսպես լինելու, վտանգված եմ։ Աշխատիր, շատ աշխատիր։ Հավատում եմ, որ Դիարբեքիրում հետաքննությունը, դատարանն ու մնացած գործերն արագ կարգավորելով ամեն ինչ կվերջացնեն, գործը կփակեն։ Դա իմացիր։ Եթե դեռ բարեկամ է մնացել, բոլորից կարծիք հարցրու։ Եթե Դիարբեքիրում իմ վիճակը վտանգավոր համարեմ, հեռագիր կուղարկեմ, փողի կարիք ունեմ։ Եթե շատ վտանգավոր լինի, կգրեմ, փողի մեծ կարիք ունեմ։ Առավել գրելու ուժ չունեմ։ Եթե ողջ մնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն ու կտակը միշտ միմյանց սիրել, քեզ հարգել եւ չնեղացնել։ Նաեւ ինձ չմոռանան, եթե մահանամ, ունեցվածքիցս 2000 լիրա բարեգործությանը հատկացրեք։ Բոլորիդ համբուրումը։ Գրիգոր Զոհրաբ։ Սիրելի հետևորդներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր Facebook-յան եւ YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաղորդումները։